Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին։ Դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը, տաղավարում աշխատում Էլիանա Խաչատրյանը։ Այսօր կզրուցենք տվյալ.com հարթակի հիմնադիր տնտեսագետ Աղասիթ Թավադյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Թավադյան։ Պարոն Թավադյան, խոսելու ենք հիմնական թերևս բոլորին անհանգստացնող տնտեսական խնդիրների մասին, չնայած դա բացահայտ այդպես չի ասվում, բայց բոլորիս է պարզ է, որ ունենք որոշակի սանկցիաներ Ռուսաստանի կողմից, տնտեսական սանկցիաներ, ծաղիկների մասին են խոսում, հետո բանը հասավ գյուղմթերքին, ինչ վիճակում է սա այսօր եւ խոսակցություններ կային, որ ընտրություններից հետո այս ամեն ինչը կվերանա, բայց փաստացի, ինչքան ես եմ հասկանում, անգամ պարոն Փաշինյանի այցից հետո լուրջ շարժ չի նկատվում։ Ինչ վիճակում է այս պահին տնտեսությունը եւ ինչ սպասելիքներ ունենանք։ Իհարկե այդպիսի խոսակցություններ կային, որ այս ամեն ինչը անդրդվելու է ընտրություններից հետո, որտեղ ես անձամբ տարբեր իշխանական падգամավորների եւ ներկայացուցիչների հետ խոսում էին, իրանք էլ էին բիզնեսին էլ էին նույնպես հայտարարում, որ հանդարտվեք, հանգիստ եղեք, ընտրությունների հետո ամեն ինչ հանդարտվել է, բայց տեսանք, որ ամեն ինչ շարունակվում է, սակայն ասեմ, որ սա ընդհանուր առմամբ ինչ որ կատարվում է, հակասում է ԵԱՏՄ համաձայնագրի 4-րդ կետին, 4-րդ հոդվածին, որը ասում է 4-րդ կետը, որ ԵԱՏՄ անդամ պետությունների միջև պետք է լինի ապրանքների, ծառայությունների, աշխատուժի, ինչպես նաև կապիտալի ազատ տեղաշարժ։ Այս պահին արդեն իսկ Հայաստանի Հանրապետության պարագայում ունենք ապրանքների սահմանափակում, ընդհանուր առմամբ խոսքը գնում է, եթե ընդհանուր նայենք Հայաստանի ընդհանուր արտահանման 25%-ին մասին, եթե վերարտահանումը հանենք դեպի Ռուսաստանի Դաշնություն, մոտավորապես կես ապրանքների մասին, որը կազմում, տեսեք, ընդհանուր Ռուսաստանի Դաշնության արտահանումը կազմում է մեր հնայի 12%-ը, եթե վերարտահանումը հանենք 6%-ը, եթե մենակ այս ապրանքների մասին ենք խոսում, այս կոնկրետ այս մի քանի ապրանքների բաժնի մասին, մոտավորապես 2% է գալիս, սակայն դա չի նշանակում, որ 2% կորցնել ենք, որտեվ շուկան ոնց որ իր ճանապարհը գտնում է, սակայն այստեղ ավելի ուրիշ խնդիրներ կան, որտեղ մեր տնտեսական զարգացումը հիմնականում կախված է Ռուսաստանի շուկայի հետ, որ առանձին խնդիր է։ Ուրեմն այս պահին այդ 4 ազատությունները սահմանափակված են ապրանքների տեսանկյունից, կապիտալի տեսանկյունից նույնպես, որովհետև տեսնում ենք ռուբլու շուկայում ինչ է գործում, մարժան ահավոր է, այսինքն բանկային համակարգը ռուբլին գնում է 3 դրամով, 3-4 դրամով, վաճառում է 5 դրամով, որը ունի իր պատճառները, կխոսանք դրա մասին, խոսենք թե ինչ է կատարվում ընդհանուր շուկայում։ Եթե նայենք 2025 թվականի ցուցանիշներին, ապա 2025 թվականի շուրջ կտրվածքով այս ապրանքները, որոնք գտնվում են սանկցիաների մեջ, կազմել են մոտավորապես 450 միլիոն դոլարի ապրանքների մասին են խոսում, որոնց առաջին հերթին կոնյակ եւ կոնյակն է, սպիրտային խմիչքները, որոնք կազմում էին 2025 թվականին 283 միլիոն դրամ, ասեմ, որ այս ապրանքների հետ ես անձամբ մեծ խնդիր չեմ տեսնում, ճիշտ է, այնտեղ հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է, որտեղ 83% ապրանքների այնտեղ են գնացել, սակայն այս ապրանքը չի փչանում, այսինքն մինչև սանկցիաները, ասենք, մինչև ԵԱՏՄ համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը կարող է 2 ամսից վաճառքը գնա, այսպես ասած, շուկան կարգավորի։ Հիմնական խնդիրը կարանում է արագ փչացող ապրանքների մեջ, որոնք են ձուկը եւ ծովամթերքը, կտրված ծաղիկները, պղպեղը, լոլիկը, որը 100% ամբողջությամբ լոլիկը անձամբ գնում է դեպի Ռուսաստանի շուկա, կտրված ծաղիկների 90%-ն է գնում, 94%-ն է գնում դեպի Ռուսաստանի շուկա, ձկնամթերքի 98%-ն է գնում շուկա։ Հիմնականում խնդիրը այս ծաղիկների մասին է, որով այս ապրանքների մասին է, որովհետև շուկան ի սկզբանե նախատեսված է եղել, որ այս ապրանքները գնալու են դեպի Ռուսաստանի շուկա, այսինքն հասցեատերը եղել է Ռուսաստանի շուկա, եւ այս պահին ունենք մեծ քանակությամբ ապրանքներ գյուղատնտեսական, որոնք հասցեատեր չունեն։ Ու այստեղ զուր է մտածել այն հանգամանքի մասին, որ այս ապրանքները
կիրացվեն Եվրոմիության շուկայում, որովհետև ի սկզբանե նույնիսկ կառավարությունը նախատեսած չի եղել, որ այդ ապրանքները գնալու են դեպի Եվրոմիության շուկա, այդ ապրանքները նախատեսված են եղել Ռուսաստանի շուկայի համար եւ այս ինչ որ կատարվում է արտակարգ է։ Օրինակի համար, եթե մենք խոսում ենք կտրված ծաղիկների մասին, պետք է հասկանալ, որ շուկան հենց ինքն ձևավորվել է Ռուսաստանի հանդեպ սանկցիաների ներքո։ Այսինքն մենք Եվրոմիությունից բերում ենք սոխուկները Հայաստանի Հանրապետություն, այստեղ աճեցնում ենք այդ սոխուկները եվրոպական եւ արտահանում դեպի Ռուսաստանի Դաշնություն, քանի որ Ռուսաստանը ինքնին չի կարող այդ սոխուկները եվրոպական բերել կամ ծաղիկները բերել, այստեղ մեծ շուկա է ձևավորվել։ Այս տրամաբանությամբ տնտեսապես անիմաստ է դառնում այդ ապրանքները բերել Հայաստանի Հանրապետություն, սոխուկները, այստեղ աճեցնել, հետ բերել, հետ տանել Եվրոմիություն։ Տնտեսապես դա ձեռք չի տալիս։ Ինչ վերաբերում է ձկնամթերքին, Թուրքիան ավելի մեծ քանակությամբ նույն որակի ձկնամթերք է արտադրում ինչու Հայաստանի Հանրապետություն եւ արտահանում Եվրոմիությունը, արդեն իսկ դեպի Եվրոմիություն ձևավորված կապեր կան թուրքական, այսինքն թուրքական գյուղամթերքի Եվրոմիության գյուղամթերքի շուկան մեծ քանակությամբ թուրքերի կողմից է կառավարվում, եւ քանի որ ավելի մոտ է Եվրոմիության շուկան զուտ ֆիզիկական տարածությունը հաշվի առնելով եւ արդեն ձևավորված շուկա ունի, բացի այդ սուբսիդավորվում է թուրքիական պետության կողմից, ավելի մրցունակ է այնտեղ, քան հայկական ձկնամթերքը կարող է լինել։ Սա պիտի հաշվի առնել։ Ինչ վերաբերվում է գյուղատնտեսական ապրանքներին, կորիզավորներին, ծիրաններին, գիլասին, այդ ապրանքները արդեն իսկ նախատեսված են ռուսական շուկայի համար, այդտեղ ձևավորված է շուկան եւ շատ հաճախ չեն համապատասխանում Եվրոմիության պահանջներին, բացի այդ կա տրանսպորտային ծախսեր, կա այն հանգամանքը, որ այնտեղ շուկան դեռևս ձևավորված չէ մեր համար, այսինքն չունենք համապատասխան կապերը եւ այլ բաները։ Այս խնդիրները կան, բայց ասեմ ձեզ, որ իրականությունն այն է, որ այս ապրանքները, որոնք հարցի տակ են գտնվում, արդեն իսկ իրենց ճանապարհը գտել են դեպի Ռուսաստանի Դաշնության շուկա։ Վրաստանով, Պարսկաստանով, այսինքն մենք տանում ենք դեպի Վրաստան, վրացի գործարանները գնում են եւ վերավաճառում են որպես վրացական ապրանք, բայց այդտեղ արդեն մաքսատուրքերն են ավելանում, այսինքն հավելյալ ծախսերն են ավելանում, ավելի թանկ են վաճառում, ավելի էժան են մեր գյուղը, ավելի շատ կորուստ են կրում մեր գյուղացիները, սա էլ է խնդիր, որովհետեւ արդեն գյուղացին վատ վիճակում է, եթե նայենք 2018 թվականից այսքան տնտեսական աճը մոտավորապես 50% կൂട്ടակային տնտեսական աճ են ունեցել, որ հիմնականում գրանցվել է Երևան քաղաքում, որովհետև հիմնականում աճ են արձանագրել ՏՏ ոլորտը եւ բանկային ֆինանսական ոլորտը, որոնք կենտրոնացած են Երևան քաղաքում, 3 եւ ավել անգամ աճել են, սակայն գյուղատնտեսությունը մոտ 13%-ով կրճատվել է 2018 թվականից, այսինքն գյուղատնտեսությունը արդեն իսկ այնքան էլ դրական վիճակում չէր եւ այս սանկցիաները առաջին հերթին խփում են գյուղացիներին, որը մտահոգիչ է տնտեսական անվտանգության տեսանկյունից, որովհետև եթե սահմանամերձ գյուղական համայնքները չեն բարգավաճում, ապա մենք խնդիր ունենք սահմանամերձ տարածքների մարդաթափման, այսինքն մարդիկ գալու են Երևան կենտրոնանալ, շարունակել են կենտրոնանալ Երևան քաղաքում։ Այս խնդիրը կա։ Ընդհանուր առմամբ սա է եւ ասեմ ճիշտ է միշտ 2018 թվականից այսքան որոշակի սանկցիաներ կիրառվել են Հայաստանի Հանրապետության հանդեպ գյուղամթերքի եւ այլն, բայց իրանք ունեցել են ժամանակավոր բնույթ, այսինքն եկել են որոշակի ապրանք նայել են, խնդիրներ են տեսել, էլի քաղաքական հիմունքների հիման վրա 1-2 շաբաթվա ընթացքում դա հարթվել է եւ ապրանքը նորից վերսկսվել է արտահանումը։ Եվ նշեմ Ռուսաստանի շուկան հավականին լավ է եղել Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ օրինակի համար 2018 թվականից այսքան անկախ քաղաքական հայտարարություններից դեպի ԵԱՏՄ շուկա Ռուսաստան մեր արտահանում աճել է գրեթե 5 անգամ, իսկ դեպի Եվրոմիություն կրճատվել է մոտավորապես 1%-ով։ Այս բավականին մեծ 7 տարիների ընթացքում, այսինքն Եվրոմիությունը ստագնացիա է, Ռուսաստանի Դաշնությունը բավականին աճ, այսինքն դիվերսիֆիկացիայի քայլեր չեն արվել այս տարիների ընթացքում եւ մենք կանգնել ենք այսպիսի իրավիճակի հանդեպ, սա պիտի հաշվի առնել։ Ընդհանուր առմամբ
ասեմ, որ խնդիրը մեծ է, մեր կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից ավելի մեծ է, քան երբևէ, եւ այս պահին, եթե մենք Ռուսաստանի Դաշնության շուկայից հրաժարվենք, ավելի ցավոտ կլինի, քան 2018 թվականին։ Դե տեսեք, պարոն Փաշինյանը վարչապետը իր ելույթի ժամանակ նշելով այն ինչ դուք ասացիք ձեր խոսքի սկզբում, որ եթե ԵԱՏՄ-ի նշված օրենքները անգամ իսկ խախտվում են, այս դեպքում մենք հարց է առաջանում, ինչի համար է պետք է այդ կառույցը, եւ կիսակատակով ասես դե չիլնի, ինչ որտեղ հասկանալի է, որովհետեւ եթե Ռուսաստանի նման պետությունը որոշել է քո նկատմամբ սանկցիաներ կիրառել եւ անդրդվելի է, մեծ հաշվով ինչ պետք է դու անես, պետք է ասես դե չիլնի, բայց հարց է առաջանում այ դուք խոսեցիք գյուղատնտեսության վատ վիճակի մասին, այսինքն լավ, Ռուսաստանի վրա ազդեցության շատ քիչ լծակներ ունենք, բայց գոնե երկրի ներսում կառավարությունը կարող է, չէ, որոշակի ինչ-որ հարցերի լուծման ուղղությամբ քայլել անել։ Ինչ եք կարծում, հնարավոր է արդյոք, թե ինչ-որ պատային իրավիճակ է կառավարության համար։ Դե այս բային խնդիրը արկա է, որտեվ կառավարությունը սկզբանե չէր հաշվարկել, որ այս սանկցիաները շարունակվելու են, որ ընտրություններից հետո ամեն ինչ անդրդել է, որովհետև ըստ էության Ռուսաստանի Դաշնությանը ձեռք չի տալիս մեզ կորցնել Մոլդովայի պես։ Ճիշտ է, խնդիրներ արկա են, անհամաձայնություններ արկա են, բայց պետք է հասկանալ, որ Հայաստանի Հանրապետությունը, ասենք, օրինակելի պետություն է, այն տեսանկյունից, որ կարող է ներկայացնել այլ պետություններին, որպես տեսեք, թե ԵԱՏՄ-ն ինչքան լավ է, ինչքան օգուտներ է տալիս փոքր պետություններին, որոնք այս 4 ազատություններին փորձում մասնակցում են այս 4 տնտեսական ազատություններին, բայց այս պահին այդ 4 տնտեսական ազատությունները ինքնին սահմանափակված են, ոչ միայն Հայաստանի Հանրապետության համար, օրինակի համար կապիտալի տեղաշարժը նույնպես սահմանափակված է ոչ միայն Հայաստանի Հանրապետության համար, այլ նաև ԵԱՏՄ այլ պետությունների համար, Բելարուսի եւ Ղազախստանի համար, որովհետև Ռուսաստանի Դաշնությունից մեծ քանակությամբ կապիտալ ռուբլու արտահանումը, ինչպես նաև արտարժույթի դոլարի դուրս բերել շատ այս պահին պրոբլեմատիկ է, որը նույնպես մենք տեսնում ենք մեկ շուկայում։ Օրինակի համար տեսնում ենք ինչ ահավոր է, որտեղ բանկային համակարգը բանկերը այս պահին ռուբլին առնում են 3.96 դրամով, այսինքն 4 դրամից ավելի պակաս, եւ վաճառում են մոտավորապես 5 ռուբլով։ Մարժան ահավոր է, այսինքն եթե նայենք տոկոսային կշռտկտրվածքով մարժան, ապա այն հասնում է 24-25%-ի, այսինքն բավականին մեծ է։ Եվ ինչի համար է սա արվում, որովհետեւ բանկային համակարգը ինքնին, ու նշեմ, որ կենտրոնական բանկի փոխարժեքը, եթե նայենք, կենտրոնական բանկի փոխարժեքը այս պահին կազմում է ռուբլու հանդեպ 4.73, այսինքն դա միջազգային սահմանված փոխարժեքն է, որով միջազգային շուկայում վաճառվում է, եւ մեր տնտեսությունը ավելի ցածր, շատ ավելի ցածր, 17% ավելի ցածր է գնում բանկային համակարգը, դա համսանված ինչի համար, որովհետեւ երկու պատճառ կա, առաջինը այն է, որ տուրիստական սեզոն է, մեծ քանակությամբ ռուբլի է գալիս Հայաստանի Հանրապետություն, բայց այդ ռուբլին մենք չենք կարող արտահանել։ Այն տեսանկյունից, որ առաջին հերթին քանի որ ուղիղ կապը խափանվել է ապրանքների տեղաշարժման Հայաստանի Հանրապետություն դեպի Ռուսաստանի Դաշնություն, այդ բեռնատարի վարորդները չեն կարող այդ մեծ քանակությամբ ռուբլի վերցնել եւ հետ տանել Ռուսաստանի Դաշնություն։ Այսինքն Հայաստանում լիքը ռուբլի է հավաքվում։ Մեծ քանակությամբ ռուբլի է այս պահին կուտակվել, մեծ քանակությամբ ռուբլի է կուտակվել, ու երբ որ սանկցիաները բացվեն, շուկան կարգավորվելու է, մարժան փոքրանալու է եւ ռուբլուն թեթևակի աճել է, բայց պետք չի այս պահին այդ սպասողականությամբ ռուբլի պահել, այսինքն որովհետեւ շուկան անորոշ է, հետո եթե նայենք, ասենք պատմականորեն, ապա ռուբլին ունի ամրացման շատ վոլոտիլ է, շատ տատանողական է, բայց հիմնականում ունի ամրացման տենդենց առաջի կիսամյակում մինչև հուլիս, հունիսից սկսվում է արժեզրկվել, որովհետև Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը բյուջեի փակելու խնդիր ունի եւ իրեն ձեռք է տալիս, որպեսզի ռուբլին թուլանա, որպեսզի կարողանա բյուջեն փակել։ Այսինքն այս պահին ես կարող եմ ակնկալել, որ միջազգային շուկայում ռուբլին սկսել է արժեզրկվել
կատարվել, դա առաջինը։ Բացի այդ մենք տեսնում ենք, որ թղթի վրա գրվածը ԵԱՏՄ համաձայնագիրը շատ կետեր կան, որ չեն կատարվում իրականում, բայց այս պահին հիմնական 4-րդ կետը ազատություն, 4 հիմնական ազատությունները խափանված է, ոչ միայն Հայաստանի Հանրապետության միջև, այլ նաև Բելարուսի եւ Ղազախստանի, ես նկատի ունեմ կապիտալ հոսքերի ազատությունը, որի մասին հիմա կխոսեմ, այստեղ խնդիրներ կան եւ հիմնական խնդիրը այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը ինքը սահմանափակել է արտասահմանից ռուբլու ընդունումը, այսինքն Ղազախստանից եւ այս պահին օրինակի համար բելարուսական բանկերի 2/3-ը 66% դրել են որոշակի տոկոսադրույք, այսինքն ռուբլու վերցնելու տոկոսադրույք, այսինքն եթե նույնիսկ մտնես բելարուսական բանկերի 2/3 եւ փորձես այնտեղ ռուբլի տալ, իրան քեզանից որոշակի այդ գործողության համար տոկոսավճար են ուզելու։ Իսկ ինչ նպատակով է սահմանափակել, որ բան չլինի շատ։ Դե ռուսական տնտեսությունը տեսեք, ես իրականում երկու պրոպագանդային հետևում եմ եւ ռուսական պրոպագանդային եւ արտասահմանյան պրոպագանդային, եվրոպական պրոպագանդային։ Երկու պրոպագանդան էլ ինչ որտեղ ճիշտ են։ Ռուսական տնտեսությունը այս բանի խնդիրներ ունի, բայց չի փլուզվի։ Տեսեք, այնտեղ իհարկե խնդիրներ կան, հերթեր կան, բենզինի, տնտեսությունը սառում է, որտեղ մի կողմից փորձում են խթանել տնտեսությունը, մյուս կողմից արդեն 4-րդ տարին է ռազմական տնտեսություն են անում, այնտեղ խնդիրներ կան։ Հա, խնդիրներ կան։ Դա արդեն ակնհայտ անգամ Երևանից էլ այդ խնդիրները երևում։ Եվ կապիտալի արտահոսքը սահմանափակելու համար եւ ուրիշ բաներ անելու համար այս պահին, այսպես ասած, անվտանգությունը ռազմական ավելի բարձր է դրել Ռուսաստանը, քան տնտեսական ազատությունները։ Դա պիտի հաշվի առնել։ Այսպես խնդիրները առկա են, որը նաև խփում են Հայաստանի Հանրապետության շուկային։ Իդեպ ասեմ, որ այս երկու թեմայով եւ ապրանքների արտահանման եւ ռուբլ փոխարժեքի վերաբերյալ, թե ինչ է կատարում ռուբլ փոխարժեքին եւ ինչ սпасել, ինչ անել, ես ավելի մանրամասն գրել եմ իմ տվյալ.com հարթակում, այնտեղ վերլուծություններ, եթե մտնեք ավելի մանրամասն այս երկու վերլուծությունները կտեսնենք եւ ինչ է կատարում գյուղատնտեսական շուկայի մեջ ակնկալել եւ փոխարժեքը, այս բանին եթե ռուբլի ունեք, ինչ որտեղ ավելի լավ պիտի մանրել եւ ինչ է ցույց տալիս վերլուծությունս, որ ճիշտ առաջին հայացքից ավելի կարող է թվալ, որ ավելի ձեռնտու է տանել փոխանակման կետերում ռուբլին տալ, որտեղ այս պահին փոխարժեքը սահմանում է 4.33, որը մոտավորապես 8-9% ավելի ցածր է, քան կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքը, բայց ավելի լավ եղանակ կա, որովհետև որոշ բանկեր կան այս պահին, որոնք եթե տանես ռուբլին դնես, ոչ թե փորձես մանրես, այլ ռուբլին դնես հաշվի վրա եւ ոչ թե այդ ռուբլին որպես թղթադրամ փորձես փոխանակել դեպի դրամի, այլ հաշվարկային հաշվից, ապա կուրսը ավելի լավ է լինելու, մինչև ընդհուպ 4.6, 4.7 կարելի է այդ դուրս գնալ, այսինքն ավելի լավ կլինի այս պարագայում, այսինքն եթե դուք ունեք բավականին մեծ քանակությամբ գումար, ավելի լավ է դա հաշվի համարի, ոչ թե բերել փորձել այնտեղ, այո, ոչ թե բերել ուղիղ Հայաստանի Հանրապետություն, որտեղ ռուբլին, եթե Ռուսաստանի Դաշնության այս պահին այնպես է իրավիճակը, որ ռուբլին եթե Ռուսաստանի Դաշնության ներսում չի գործում, ապա շատ մեծ խնդիրներ ունի Ռուսաստանի Դաշնությունից դուրս, նույնիսկ եթե դա ԵԱՏՄ տարածքն է, այսինքն այս պահին ավելի լավ է դու փոխարկային հաշիվ բացես Ռուսաստանի Դաշնությունում, այդ հաշիվը փորձես փոխանցես Հայաստանի Հանրապետության համապատասխան բաժնի ռուբլով հաշիվ եւ այդ հաշվիվ փոխանցում անես դրամին, կամ ու ավելի քիչ ես կորցնելու ես, բայց համապատասխան ավելի քիչ ես կորցնելու, կամ փորձես ռուբլին հանես Ռուսաստանի Դաշնությունից, հետո մտածես ոնց ես այդ բերել Ռուսաստանի Դաշնություն։ Շատ լավ, եւ ամփոփելով, ինչ սպասելիքներ ունեք, եթե ասենք այսպես շարունակվի, վերցնեք մինչեւ տարվա վերջ։ Տեսեք, պետք է անկեղծ լինենք մեր հանդեպ եւ հստակ խոստովանենք, որ այն տնտեսական աճը 2021 թվականից 22 թվականից որ ունեցել ենք, հիմնականում կախված է եղել
դրսից հիմնական Ռուսաստանի Դաշնությունից Ռուսաստանի սանկցիաների այսինքն կոպիտ ասած մեր հարևան պետություններում արձանագրված դժբախտություններից լինի դա ռուս-ուկրաինական պատերազմը թե Իրանում կատարվող այս պահին դեպքերը 2022 թվականի օրինակ համար տնտեսական աճը 12.6% վերջին տարիներին ամենաբարձրն է գրանցվել դրա կեսը պայմանավորված է եղել Ռուսաստանի Դաշնությունից եկած կապիտալով մեծ քանակությամբ կապիտալ, մինչև սահմանափակվեց այդ կապիտալի արտահոսքը ու աշխատուժով, որը մեր հիմնական բանկային համակարգը զարգացրեց եւ ՏՏ ոլորտը զարգացրեց։ Այսինքն եթե արտահոսքը չլիներ, մենք չենք ունենա այս պահին մեր տարածաշրջանում ամենալավ ՏՏ ոլորտը։ Սա պիտի հասկանանք։ Եվ կեսը դրանով է պայմանավորված, չասած այլ հանգամանքներ, վերարտանումով աճով, մեր արտահանման աճով, այլ խնդիրներով, այսինքն ԵԱՏՄ համաձայնագրի 4-րդ կետը, 4 հիմնական ազատությունները մեծ պոտենցիալ մեզ տվեցին։ Սակայն այդ ալիքը կամաց իջավ, հետո 2023-24 թվականներին ոսկու վերարտանման ալիք ունեցանք, հետո 25 թվականի վերջին թեթևակի իրանական ալիք ունենանք, այս պահին բոլոր ալիքները սպառված են։ Սահմանափակումները մեծանում են Ռուսաստանի Դաշնության եւ կապիտալի արտահոսքի եւ այլ կապերի, որոնք հիմնականում բերել էին մեր տնտեսական աճին, ես այս տարվա ընթացքում տեսնում եմ, որ տնտեսությունը սառում է, նույնպես անշարժ գույքի ոլորտն է այս պահին սառում, որովհետև նույնիսկ կադաստրի տվյալները ցույց են տալիս, որ տարբեր տարածաշրջաններում աճը կանգնել է եւ պետք է հասկանալ, որ ճիշտ է գյուղատնտեսությունը ինչ որտեղ ավելի կարեւոր է, բայց հիմնական ինդիկատորը, որը ցույց է տալիս տնտեսական առողջությունը մեր համար, Հայաստանի Հանրապետության համար, դա տների գների աճն է, ինչքան էլ դա ստանդարտ թվա, բայց այդպես է, ճիշտ ասարա քաղաքացու գրպանին խփում է դա, բայց հիմնականում դա է ցույց տալիս, այս բանին կանգնել է, այսինքն տնտեսությունը կամաց սարճում է, այսինքն եթե Ռուսաստանի Դաշնությունում տնտեսությունը մոտավորապես 2 տարի առաջ սարճել էր եւ արդեն դա երևում է, մեր մոտ այդ սարճելու ալիքը կամաց արդեն հասնում է, տեսեք, մեր երկարաժամկետ տնտեսական աճը Հայաստանի Հանրապետությունում մոտավորապես 4.5% է, երկարաժամկետ։ Եվ այլ հավասար պայմաններում, եթե արտաքին տնտեսական ազդակներ չկան, աճի կապիտալի ներհոսք այլ բաներ, մենք գալու ենք հասնենք այդ ցուցանիշին։ Կարող է ավելի վատ լինել, ըստ այստեղ տարբեր բաներ են կախված, այսինքն մենք համաշխարհային տնտեսության մասնիկն ենք, մենք պետք է հասկանանք, որ որպես փոքր բաց տնտեսություն հիմնականում ինչի համար ենք աճել, որովհետև հանդիսացել ենք միջնորդ երկիր այն պետությունների համար, որոնց սանկցիաներ են, Ռուսաստան եւ Իրան, եւ այդ պետություններից մեծ քանակությամբ կապիտալ, այլ բաներ, առաջին հերթին հոսել է Հայաստանի Հանրապետություն, հետո գնացել է այլ պետություններ եւ դրանից մենք հարստացել ենք։ Այս պահին այդ ալիքները աճել են, կանգնել են։ Այստեղ այլ վտանգներ կան։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամի վտանգը կա, որտեղ Եվրոպայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստրատեգիկական ռեզերվները, ռազմավարական ռեզերվները սպառվում են տնտեսության։ Սա պիտի հասկանալ։ Եվ ինչի համար հուշագիրը փոխհասկացողության փորձեցին կնքել եւ դա 15 օրից ավել չտևեց, որովհետեւ նաեւ պատճառներից մեկն էր, որ Ամերիկայի Հորմոսի պատճառով, որտեղ Ամերիկայում արդեն այդ ռազմավարական ռեզերվները նավթամթերքի գրեթե սպառվում են եւ 4-5 շաբաթ է մնացել մինչեւ սպառվեն։ Այսինքն սա եթե շարունակվի, այսինքն թելերի վրա է համաշխարհային տնտեսությունը, ամբողջ համաշխարհային տնտեսությունը կարող է ճգնաժամալել եւ գա հասնել Հայաստանի Հանրապետություն եւ կարող է նույնպես չպետք է մոռանանք 2009 թվականի սցենարը կրկնվի, երբ որ մենք ունեցանք 14.6% տնտեսական անկում։ Դա էլ կարող է լինել։ Մենք որպես պետություն միշտ կարողացել ենք շրջանցել այդպես մեր տարածաշրջանի շնչումները եւ դրանք որպես դրական ազդակ ընկալել։ Պետք է հասկանալ այստեղ երկու բան, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի շարունակի չեզոք լինել, որտեվ եթե կողմերից մեկի կողմը վերցնի լինի դա Ռուսաստանի Դաշնություն, թե Եվրոմիություն, խնդիրների առաջ է կանգնելու, եւ երկրորդը պիտի ռազմապես պատրաստ լինի, որտեվ անորոշության մակարդակը բավականին մեծ է։ Շատ լավ,
այսպես ասենք, այս ոչ դրական նոտայի վրա թերևս ավարտենք։ Լավ է։ Հա, չէ, ամեն դեպքում, այո, մեզ սպասում են ամենայն հավանականությամբ ծանր ժամանակներ, ծանր, բայց չի նշանակում ֆատալ, հա, չի նշանակում վերջ է լինելու, առաջին ծանր ժամանակները չեն էլի եղել, ավելի վատն է եղել, այնպես որ դրականին միշտ գալիս է բացասականը, մենք դրական ունեցել ենք հիմա, ինչ ասում եմ, պինդ բռնվեք մի ընթացք, ասում են, թափատալու, մի ընթացք մի քիչ բարդ է լինելու, բայց տուրբուլենտ է լինելու, հա, բայց ինձ թվում է ամեն ինչ լավ կլինի։ Շատ շնորհակալ եմ պարոն Թավադյան, ես մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ զրուցում ենք տվյալ.com հարթակի հիմնադիր տնտեսագետ Աղասի Թավադյանի հետ, բոլոր այն թեմաների շուրջ, որ այսօր քննարկեցինք, Աղասի Թավադյանի հոդվածները կարող եք գտնել տվյալ.com կայքում ավելի մանրամասն, ավելի խորքային, շատ շնորհակալ